Նախագահի հետ մենք ինչպես միշտ հեռուստամարաթոնից հետո մի շարք հանդիպումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք այն ծրագրերը, որոնք որ իրականացնելու ենք տարվա ընթացքում, եւ իհարկե քննարկում ենք ներկայիս այն ծրագրերը, որոնք ներկայումս գտնվում են կառուցման մեջ։ Իհարկե գլխավոր ծրագիրը դա ճանապարհն է, այս պահին աշխատանքները դադարեցված են եղանակային պայմաններից ելնելով, բայց ինքս այդ ճանապարհով եմ ներթևեկել Լեռնային Ղարաբաղ եւ պետք է ասեմ, որ այսօրվա պատմության մեջ, Նոր Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ սա երևի մի երևույթ է, որը կտրականապես փոխելու է շատ բաներ թե Արցախում, թե Հայաստանում։ Ճանապարհի որակը անթերի է, արդեն անցել է շուրջ 1 տարի ասֆալտապատումից, այն հատվածները, որտեղ արդեն ավարտված են աշխատանքները, իրոք որևէ խնդիր չի առաջացել։ Ունենք մենակ մեկ խնդիր ճանապարհի ամբողջ ընթացքում, դա մոտ 2-3 կիլոմետր հատվածն է, որտեղ դեռևս ջրեր են դուրս գալի խորքային, բայց այդ հարցի լուծումն էլ շուտով կտանք եւ մինչև մայիս ամիսը համոզված եմ, որ արդեն ամբողջությամբ ճանապարհը կհանձնվի շահագործման եւ մայիս ամսին մենք իրար հետ կտոնենք այդ ճանապարհի բացումը։ Քննարկեցինք նաեւ Թալիշում իրականացվող ծրագրերը կառավարության կողմից եւ նաեւ համայնքական հիմնադրամը անպայման կունենա իր ներդրումը այս ծրագրերում, կշարունակենք դպրոցաշինության ծրագրերը, համայնքային կենտրոնների կառուցումը, 5 եւ ավել զավակներ ունեցող ընտանիքների համար տների կառուցումը, այսպիսով համոզված եմ, որ հիմնադրամի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի ներկայիս զարգացման process-ում կլինի անբաժան եւ պետք է կրկին շնորհակալություն հայտնեմ թե նախագահին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը մեր բոլոր ծրագրերին սատարկ կանգնելու եւ իհարկե համաֆինանսավորելու համար։